Միջև Տիրոջ խոսքը, որ պետք է կարդանք, ես կուզեի, որ բոլորս սրտի կողքից այս մեծ պատեհության համար բոլորս ասենք փառք Աստծուն։ Ամենակարող Աստված մեզ տվել է մեծ հնարավորություն։ Այս ժամանակները, որ Աստված տվել է, պետք է մենք խորապես գնահատենք։ Գնահատենք իր սերը, գնահատենք իր բոլոր բարիարությունները, որ Տերը մեզ հավաքեց միասին, որպեսզի կարողանանք երկրպագելու պաշտել, բանավորել մի ինքնավոր հորը և որդի Սուրբ Քրիստոսին։ Ինչպես խոսքը վերևում որ գրված է, դա գրված է Մատթեոս ավետարանի 4-րդ գլուխ, 3-րդ խոսքից պետք է կարդամ այս խոսքերը։ Եվ փորձով անոր մոտենալով ասեց. Եթե դու Աստծո որդի ես, ըսե որ այս քարեր հաց լինեն։ Անիկա պատասխան տվավ ու ասեց. գրված է, թե ոչ միայն հացով կապրի մարդ, հապա այն ամեն խոսքով, որ Աստծո բերն են կերնեն։ Տեր Հիսուսը այդ խոսքը, որը դուրս եկավ իր բերանից, սա գրված է երկրորդ օրինաց, 8-րդ գլուխ 2 և 2-րդ համարները, երկրորդ օրինաց 8-րդ գլուխ 2 և 2-րդ համարներից պետք է կարդամ։ Ու միտքդ պահե այն բոլոր ճամփան, որ քո Տեր Աստվածը այս 40 տարի քեզ անապատի մեջ պտտացրեց, քո քեզ խոնարհեցնելու, փորձելու ու սրտիդ միջին իմանալու համար, թե արդյոք դու անոր պատիրանքները պիտի պահես, թե ոչ, և Տերը քեզ խոնարհեցուց, անօթեցուց և մանրայով կերակրեց, որ ոչ դու կճանչնայիր և ոչ քո հայրերը, քեզ իմացնելու համար, թե ոչ միայն հացով կապրի մարդ, հապա մարդը Տիրոջ բերն է ելած ամեն խոսքով կապրի։ Տիրոջ բերն է ելած ամեն խոսքով կապրի մարդը, որովհետև մենք գիտենք, որ այս երկրային կերակուրը ժամանակավոր կյանքի համար է, բայց այն խոսքը, որ Աստծո բերանից դուրս է եկել, դավիթական կյանքի համար է։ Ինչպես որ մենք անդրադառնում ենք Հովհաննես ավետարանի 6-րդ գլուխ 33 խոսքից հետևյալ է գրված։ Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ 33 խոսքից մինչև 35 համարը։ Վասնզի Աստծո տրված հացը այն է, որ երկինքեն կիջնե ու աշխարհին կյանք կտա։ Ուստի ըսին անոր, Տեր ամեն ատեն այդ հացը բեզի տուր, և Հիսուսը սավ նրանց, ես եմ կենաց հացը, անորինցիկ հավատա, և մեկ պիտի չանոտենա, և անորինցիկ հավատա, պիտի չսարավի։ Դա ասեց Տեր Հիսուս Քրիստոսը, իր խոսքերի մեջ այո, Երանին հավատացյալի որ հավատացել է, որ ինչ որ կատարվում է, դա կատարվում է Տիրոջ խոսքով։ Մենք որ այստեղ հավաքվել ենք, դա Տիրոջ խոսքի շնորհքն է, իր մեծությունն, իր մեծափառությունն է, որ մենք կարողանանք հավատալ այն կենաց խոսքերին, որ Աստված այսօր ուղարկել է մեզ։ Մեր կյանքում, թե կյանքի փոփոխության համար, թե ազատագրման համար, թե մաքրության համար, թե բժշկության համար, հավիտենական կյանքի համար, Տերը թողել իր կենաց խոսքը, որ մենք կարողանանք սրտանց հավատալ, սրտի խորքից հավատալ։ Այսօր էլ այդ խոսքերը կարող են մեր մեջ ներգործել և իրական կկատարվի։ Մենք պետք է մենք կարողանանք հավատալ իր կենաց խոսքին։ Այո, մարդը ոչ թե միայն կապրի, հացով կապրի, այլ ամեն խոսքով, որը դուրս եկել Աստծո բերանից, այսօր մեզ է ասել, Տերը թողնի մեզ, որ մենք կարողանանք հավատքով ընդունել։ Իսրայելը այդ խոսքը չտուրեց հավատքով, նրա նպատակը երկրային էր, մանանայր Տերը կերակրեց, բայց դարձյալ նրանք չհավատացին, որ ինչ որ կա, դա Աստծո խոսքն է, ոչ թե միայն մարդը հացով կապրի, այլ Աստծո կենաց խոսքը, որ այսօր ուղարկվել է մեզ։ Կանգնենք Տիրոջ առջև, միաբանությամբ մեր սիրտը բացենք, այլ պետք երկու վիվաղոտքով պետք է սկսենք այսօր երիտասարդական պաշտամունքը։